վիդեոյի վերնագիրը ամենայն հավանականությամբ կարդացել եք ու մտածում եք, որ տվյալ վիդեոյում ես ասելու եմ որևէ սուպեր ստրատեգիա, սակայն ընկերներ ջան, նման սուպեր ստրատեգիա նախատեսված հեռախոսի համար գոյություն չունի։ Հեռախոսի համար ստրատեգիան ես առանձնացնում եմ նրանով, որ հեռախոսով մենք ունենք տեսադաշտի սահմանափակում, այսինքն հեռախոսի էկրանը փոքր է, ու որ ստրատեգիան նպատակահարմար, որ ստրատեգիան եմ ես խոր տալիս ու նաև բացատրում ինչու աշխատեք դրանով հատկապես հեռախոսով աշխատելու ժամանակ։ Ընկերներ ջան, տեսեք, ովքեր առաջին անգամ չեն իմ ալիքում, գիտեն իմ ստրատեգիայի մասին, հեղինակային ստրատեգիայի մասին, որը որ կոչվում է քեչինգ։ Քեչինգը ակտիվ արգերի ժամանակ գնելու, ակտիվ վաճառքների ժամանակ վաճառելու վերաբերյալ է, ակտիվ արգերը ու վաճառքները դիտարկում ենք վերջին 25-30 րոպեն M1 time frame աշխատող time frame-ը դիտարկելիս ու այստեղից արդեն մեզ ավելի հարմար է հեռախոսով աշխատել, որպեսզի խիստ տեղական լոկալ մասը գրաֆիկի կարողանանք նայել, հեռախոսի էկրանը հենց այդքան էլ որքան ցույց է տալիս նայենք, տեսեք այստեղ արդեն ակտիվ դեպի ներքև վաճառքը կա, անցնում եմ S5 time frame-ի, եկեք այստեղից արդեն բացեմ առաջին գործարքը, տեխնիկական անալիզով հիմնականում աշխատելուց, այսինքն ուրով են trend կարեկցիա, հեռախոսով աշխատելը արդեն ընկերներ ջան բարդ է լինելու, չեմ ասում անհնար, ուղղակի բարդ, քանի որ պետք է հետազոտեք կարեկցիան, հաշվարկեք ուրով են trend-ը, global local trend-ները, իսկ արդեն դրանք երբեմն դժվար է անել նույնիսկ համակարգչով, հեռախոսով էլ ավելի դժվար է, ընկերներ ջան, այդ իսկ պատճառով նպատակահարմար պրոդուկտիվ ստրատեգիա ավելի ճիշտ է աշխատել հեռախոսով տվյալ ստրատեգիայով, լոկալ մասը գրաֆիկի նայեցիք, անցաք ես 5 time frame-ի, որևէ այդպեսի խիստ ուրովենելի հետազոտություն կարեկցիաների հաշվարկ այստեղ ձեզ պետք չի, նայեցիք, անցաք մոմի վերջին վայրկյաններին ակտիվ վաճառքը տեղի ունենում, բացում եք համապատասխանությամբ գործարքը, այստեղ առաջին գործարքը ցավոք մինուս է, եկեք հենց այստեղից բացեմ դագոնը, վերջին վայրկյաններին պլյուսի փոխարեն փակեց մեզ մինուս, եկեք այստեղից արդեն բացենք երկրորդ դագոնը, քանի որ կինը որոշված գնալու է դեպի ներքև, երկրորդ դագոնը այստեղ պլյուս վերցրեցինք, եկեք անմիջապես բացեմ այստեղից եւս մեկ գործարք, տեսեք քեչինգով աշխատելը բավականին հարմար է, քանի որ ուղղակի նայելով S5 time frame արդեն M1-ում վերլուծություն արել եմ, M1-ի վերլուծությունից հետո անցել եմ S5 time frame-ի, արդեն բացում եմ գործարքներ, անում եմ այնպես, ընկերներ ջան, ինչպես որ անում եմ համակարգչով, տվյալ ստրատեգիայով աշխատելիս, բացարձակ տարբերություն չկա, իշն էլ որ ավելի նպատակահարմար է պրակտիկ հեռախոսով աշխատելու ժամանակ։ Երկրորդ պլյուսը այստեղից եւս վերցրեցինք, եկեք 10 վայրկյան սպասենք, տվել մոմ փակվի M1 time frame-ում, ու եթե լինեն պայմաններ, արդեն բացենք գործարք։ Եկեք ստերից ակտիվ արդեն շարժը դեպի ներքև ակնհայտ է, եկեք բացենք գործարքը։ Եթե հիմա շարժվի դեպի վերև, մոմի կեսից արդեն ես բացել եմ դագոնը գործարքի, բաց չթողնենք ակտուալ կետը։ Ընկերներ ջան, տվյալ ստրատեգիայով աշխատում եմ հիմա, հեռախոսով ճիշտ է, սակայն նույն ձև աշխատում եմ նաև ես համակարգչով, բացարձակ տարբերություն չկա, այստեղ ակտուալ կետը բաց թողնելու իմաստ չեմ ցանկանում, իմաստ չեմ գտնում, քանի որ դագոնի կետը ակտուալ այստեղից երևում է, հնարավոր է այստեղ, չգիտեմ, կրկնակի պլյուս, այսինքն եւ հիմնական գործարքը եւ դագոնը, եկեք սպասենք տեսնենք։
Հլչին վարկյանիմ հիանալի է տվյալ գործարքը ընկերնության պլյուսեր, հիմնական գործարքը պլյուսա, հիմա այստեղ հիմնական արդեն խնդիրը դագոնն է, դագոնն էլ պլյուս լինի ու արդեն ավարտենք ընկերնության տվյալ հիմնականում հիանալի սիտուացիաներ են սրանք, քանի որ եւ դագոնը եւ հիմնական գործարքը եւ պլյուս են լինում, սրանք ամենացանկալի սիտուացիաներն են ու դեպքերն են թրեյդերի համար։ 3, 2, 1 հիանալի ընկերնության այստեղ դագոնը եւս պլյուս վերցրեցինք, շատ լավ արդյունք է, եկեք այքատել թարմացնեմ, հիանալի ընկերնության այստեղից պլյուսը վերցրեցինք, հուսով եմ տարեցա բացատրել հիմնական միտքը եւ այն, որ հեռախոսով աշխատելու համար որևէ հիմնական սուպեր ստրատեգիա գոյություն չունի, գոյություն ունեն ավելի պրակտիկ, պրոդուկտիվ ստրատեգիաներ, որոնցից մեկը արդեն ասեցի, քեչինգն է եւ բացատրեցի ինչու, ուշադրություն դարձրեք սրան, հատկապես երբ աշխատում եք հեռախոսով, շնորհակալ եմ բոլորիցդ ընկերներ ջան, որ դիտեցիք, բաժանորդագրվեք գալիքին, որպեսզի բաշխ թողնեք հետագա կարևոր վիդեոները, հաջողություն։